Բարի առավոտ, բարի օր իմ շատ սիրելի հեռուստադիտողներ։ Կոտայք TV-ի եթերում իր աշխատանքն է սկսում Բարի լույս ծրագիրը։ Իսկ եթե դուք ուզում եք ունենալ դրական առավոտ, առաջարկում եմ չփոխել հեռուստաալիքը եւ միանալ մեզ։ Եվ ասեմ, որ Միացյալ Նահանգներում կա Ելլոուսթոնյան ազգային պարկ, որը բնության գերհրաշալիքներից մեկն է։ Ունի ոչ միայն բացառիկ բնական տեսակներ, այլև յուրօրինակ երկրաբանական, էկոլոգիական եւ պատմական արժեքներ։ Այն հիմնադրվել է 1872 թվականին։ Ելլոուսթոնը համարվում է սուպերվուլկան։ Նրա տակ կա հսկայական մագմային խոռոչ, որը վերջին զանգվածային ժայթքումը մոտ եղել է 640 տարի առաջ։ Դա է պատճառը, որ պարկում կան հազարավոր ջերմային աղբյուրներ, գեյզերներ, գոլորշային անցքեր։ Ազգային պարկը ունի նաև հարուստ կենսաբազմազանություն։ Այստեղ բնակվում են գորշ արջեր, ամերիկյան բիզոններ, եղնիկներ, գայլեր եւ շատ հազվագյուտ թռչուններ եւ ձկներ։ Տարեկան այստեղ այցելում է 4 միլիոն զբոսաշրջիկ։ Նրանց համար կան այստեղ տուրիստական կենտրոններ, լճափնյա ճամբարներ, արշավային ուղիներ։ Լավագույն ժամանակը այստեղ այցելելու համար դա հունիսից սեպտեմբեր ամիսներն են։ Սիրելի հեռուստադիտողներ, հիմա առաջարկում եմ մեր տրամադրությունը ավելի բարձրացնել, դրա համար առաջարկում եմ դիտենք տեսահոլովակ, վերադառնանք եւ շարունակենք հաղորդումը։ Հարգելի հեռուստադիտողները, մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը եւ հիմա առաջարկում եմ խոսել մի թեմայից, որը ծանոթ է շատերին, սկսած երիտասարդներից մինչեւ տարեցներ։ Դա նյարդարմատաբորբն է, որը ավելի հաճախ անվանում են ռադիկուլիտ։ Այս խնդիրը ոչ միայն առաջացնում է ցավ, այլ նաև կարող է սահմանափակել մեր շարժունակությունը, առօրյա գործունեությունը եւ կյանքի որակը։ Ռադիկուլիտը, որն այլ կերպ անվանում են նյարդային արմատաբորբ, իրենից ներկայացնում է ծայրամասային նյարդային համակարգի հիվանդություն, որն ախտահարում է ողնուղեղի նյարդարմատները։ Ռադիկուլիտի առաջացման պատճառը ողնաշարի հաճախակի հանդիպող հիվանդությունն է՝ օստեոխոնդրոզը, երբ միջկողային աճառային սկավառակները կորցնում են իրենց առանձգականությունը ու դիմացկունությունը։ Փոփոխված սկավառակներով ողերի միացման հատվածներում աղեր են կուտակվում, առաջացնելով օստեոֆիտներ։ Վերջիներս ճնշում են նյարդարմատները, ցավ առաջացնում։ Ցավերը լինում են գոտկաստրբոսկրային, նստատեղի, ազդրի, սրունքի, ինչպես նաև ոտնաթաթի շրջանում։ Շարժումների ժամանակ ցավն ավելի է ուժեղանում, ինչի պատճառով հիվանդը խուսափում է կտրուկ շարժումներ կատարելուց։ Այս խնդիրը բուժելու համար պետք է վերացնել հիվանդության առաջացման պատճառը։ Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ցավազրկող դեղամիջոցների հետ մեկտեղ կատարել բուժական մարմնամարզություն եւ ողնաշարի ձգումներ։ Խորհուրդ չի տրվում ինքնուրույն ընդունել ցավազրկող դեղամիջոցներ առանց բժշկի հետ խորհրդակցելու։ Այս խնդիրը կանխարգելու համար էական նշանակություն ունի օրգանիզմի կոփումը, ինչպես նաև կանոնավոր մարմնամարզությունն ու սպորտով զբաղվելը։ Եվ հիմա խոսենք նաև հետաքրքիր մի զվարճալի դեպք է տեղի ունեցել Իտալիայի Վերոնա քաղաքի Պալացո Մաֆեի թանգարանում։ Տեսախցիկները նկարել են, թե ինչպես այցելուներից մեկը փորձում նստել Սվարովսկի բյուրեղներով զարդարված աթոռ ցուցանմուշի վրա եւ կոտրում այն։ Վան Գոգի աթոռ անունով այս քանդակի հեղինակը իտալացի արվեստագետ Նիկոլա Բոլին այն ստեղծել է ոգեշնչվելով Վինսենտ Վան Գոգի նշանավոր կտավներից ննջասենյակի մեջ պատկերված աթոռով։ Ուկրաինացի այցելուն լուսանկարվելու համար փորձել է նստել ցուցանմուշի վրա, ինչի արդյունքում այն չի դիմացել նրա մարմնի ծանրությանը։ Թանգարանի տնօրինությունը հրապարակայնորեն քննադատել է միջադեպը, այն անվանելով թեթևամիտ եւ անհարգալից, նշելով, որ անպատասխանատու այցելուները սպասել են, որ մինչև թանգարանի աշխատակիցները հեռանան, որից հետո իրականացրել են իրենց օրինազանցությունը։ Նրանք արհամարել են արվեստի եւ մշակութային ժառանգության հանդեպ բոլոր կանոնները, հայտնել է թանգարանի տնօրինությունը։ Մասնագետներին հաջողվել է ցուցանմուշը վերականգնել, ինչպես որ հարկն է։ Վերականգնման արժեքը չի բացահայտվել, ինչպես նաև հայտնի չէ, թե արդյոք օրինազանց զբոսաշրջիկը պատասխանատվություն կկրի իր արարքի համար, թե ոչ։ Իսկ հիմա, սիրելի հեռուստադիտողներ, առաջարկում եմ եւս մեկ անգամ դիտենք տեսահոլովակ, վերադառնանք եւ շարունակենք թողարկումը։
Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ, մեր հյուրը արդեն տաղավարում է, սիրով ներկայացնեմ նրան, ասեմ, որ այսօր խոսելու ենք լոգոպեդների ասոցիացիայի նախագահ Անուշ Բաբայանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն։ Լավ։ Լավ եք։ Այսօր մենք խոսելու ենք մի կարևոր թեմայից, շատ բժիշկներ, լոգոպեդներ անդրադառնում են միայն երեխաների հետ կապված խնդիրներից, կազություն կամ կլպան ակտի հետ կապված խնդիրներից։ Այսօր անդրադառնանք մեծահասակներին։ Այն մեծահասակների մոտ այս խնդիրը ինչու է առաջանում։ Տեսեք, լոգոպեդիան առհասարակ գիտություն է, որը ուսումնասիրում է խոսքի, հաղորդակցության, լեզվի, կլման ակտի, ձայնի դժվարությունների կանխարգելմամբ, բացահայտմամբ եւ հաղթահարմամբ։ Լոգոպեդիան տարիքային սահմանափակում, լոգոպեդը որպես մասնագետ տարիքային սահմանափակում չունի, թե ինչ տարիքի անձանց հետ պետք է աշխատի։ Սկսած 0-ից մինչև խոր ծերություն հնարավոր է լոգոպեդը մասնագիտական գործունեություն ծավալի։ Ցավոք սրտի Հայաստանում եւ նորածնային տարիքի երեխաների հետ աշխատող լոգոպեդներն են քիչ եւ մեծահասակների հետ աշխատող լոգոպեդները։ Այդպես նախադպրոցական տարիքի 1, 2, 3 տարեկանից սկսած երեխաների հետ աշխատող լոգոպեդները շատ ավելի գերակշռում են։ Շատ կարևոր հարցի եք անդրադառնում մեծահասակների հետ աշխատող լոգոպեդների գործունեությանը անդրադառնալով։ Տեսեք, մեծահասակների մոտ հիմնականում դրսևորվում է եւ կակազություն, եւ արդեն ունեցած խոսքի կորուստ, եւ ունեցած խոսքի ինչ-ինչ աղավաղումներ, նաեւ կլման դժվարություններ։ Փոքրերի հետ փոքրինչ այլ է, փոքրերի հետ աշխատանքի ընթացքում հատկապես շեշտը դրվում է խոսքի, լեզվի եւ հաղորդակցության դժվարություններին։ Մեծահասակների հետ արդեն ձևավորված խոսքի փոփոխության կամ կորստի մասին է խոսքը։ Ես շատ կուզենայի անդրադառնալ հատկապես այսօր կան բազում երիտասարդացող հիվանդություններ, որոնք բերում են խոսքի եւ կուլ տալու դժվարությունների, ինչպիսիք են կաթվածը, նեյրոդեգեներատիվ հիվանդությունները, քիչ չեն նաեւ տրավմատիկ պատճառներով առաջացող խոսքային դժվարությունները, որոնք մեծահասակին, ով արդեն կայացած որոշակի ճանապարհ անցած անձ է, բերում կանգնեցնում են մի կետի, որ մարդը կորցնում է իր սոցիալական կարևոր հմտությունը, խոսքը։ Իսկ ինչպես երեխաների մոտ է օրինակ այս խնդիրը վախից կամ սթրեսից լինում, հնարավոր է որ երեխա ժամանակ ունեցած այս խնդիրը չբուժելու դեպքում, չկանխարգելու դեպքում արդեն մեծ տարիքում անդրադառնա։ Տեսեք, կան խնդիրներ, որոնք եթե չեն կանխարգելվում, պահպանվում են նաև մեծահասակ տարիքում։ Կակազությունը այդ թվում մեծահասակ առհասարակ բնակչության համաշխարհային ստատիստիկա եմ ասում, մոտավորապես 1%-ը ունի կակազության խնդիրը։ Առհասարակ մեծահասակ բնակչության 5-ից 16 տարբեր երկրներում տարբեր են, տոկոսը կարող է ունենալ կլման դժվարություններ, մոտավորապես 8%-ը խոսքի դժվարություններ, այդ թվում նաև հաղորդակցության, որովհետև երբ մենք խոսում ենք խոսքի կորստի, ավելի կոնկրետ աֆազիայի, երբ խոսքի կորուստը պայմանավորված է ուղեղում տեղակայված մեր խոսքային կենտրոնների վնասման հետ, մենք շատ հաճախ ունենում ենք նաև հաղորդակցության խնդիր։ Մարդը կարող է խոսել, թվում է թե ինքը բառերը արտասանում է, շատ հստակ է արտասանում, արտասանական որևէ դժվարություն չկա, բայց բառերը իմաստ չեն արտահայտում, միտքը իմաստ չի արտահայտում, այդտեղ մենք ունենք հաղորդակցության խնդիր։ Ես կուզենայի շատ կարևորել խոսքը եւ հաղորդակցությունը իրար հետ կապող օղակը։
Իսկ ինչպես նշեցինք, որ այս խնդիրը կարող է տարբեր պատճառներ ունենալ՝ կաթված կամ սթրես, իսկ ժառանգականությունը այս դեպքում ինչ կապ ունի։ Այո, ժառանգականությունը եւս կարող է պատճառ լինել, բայց տեսեք, մեծահասակների խոսքի դեպքում ավելի շատ մանկության ժառանգական ֆակտորը ավելի շատ մանկությունից եկող հիվանդությունների հետևանք է կամ այնպիսի հիվանդությունների, որոնք բերում են չգիտեմ, նեյրոդեգեներատիվ կամ այլ հիվանդությունների, այսինքն երկրորդային կերպով է խոսքը տուժած լինում։ Իսկ երբ որ խնդիրը ժառանգական բնույթ չունի, ձեռք բերում ունեք ինչ-որ ուղեղի վնասումից, կաթվածից հետո, որքանով է հավանական, որ լոգոպեդի այդ աշխատանքը ինչ-որ չափով կբարելավի եւ որքան ժամանակ առանց կարող ենք տեսնել դրական արդյունք արդեն։ Տեսեք, վերականգնողական բժշկությունը առհասարակ եւ վերականգնողական թերապիաները մասնավորապես, այդ թվում նաեւ լոգոպեդիկ թերապիան, երկարատև գործընթաց է։ Տարբեր բուժառուների հետ տարբեր տևողություն կարող է ունենալ, կախված է դրանից, թե ուղեղի ինչ ծավալի ախտահարման մասին է խոսքը։ Եթե խոսքի իսպառ բացակայություն է, հնարավոր է նույնիսկ երբևէ չվերականգնվի խոսքը, նկատի ունեմ խոսքի արտասանական կողմը, այն ինչ որ մենք տեսնում ենք, բայց այդ դեպքում այլ լուծումներ եւս համաշխարհային պրակտիկայում կա, մարդիկ օգտվում են այլընտրանքային հաղորդակցության միջոցներից, այսինքն համապատասխան խոսքային կոմունիկացիոն տախտակներ կան, համապատասխան հավելվածներ կան, որոնց միջոցով փորձում են իրենց, այսպես ասած, սոցիալական հմտությունը, սոցիալական խոսքը որպես սոցիալական հմտություն յուրացնեն հասարակության մեջ։ Իսկ որպես դուք ասոցիացիայի նախագահ լինելով, որքանով եք կարողանում այդ միջազգային փորձը նաև մեր երկրում կիրառել։ Տեսեք, լոգոպեդների հայկական ասոցիացիան ստեղծվել է 2018 թվականին եւ արդեն 2021 թվականից մենք հանդիսանում ենք լոգոպեդների եվրոպական ասոցիացիայի անդամ պետություն, այդպես ասեմ, եւ եվրոպական ասոցիացիայի մեջ մտնում են մոտավորապես եվրոպական 33 կամ 34 երկրների մասնագիտական համայնքներ եւ այդ համայնքների մասնագիտական մշակույթը ներմուծել մեր երկիր եւ մեր մասնագետներին տեղյակ պահել համաշխարհային մակարդակում ոլորտում ինչ առաջընթաց կա եւ այլն, մեր առաքելությունն ենք համարում եւ առաջիկայում հնարավոր է ունենանք նաեւ այսպիսի միջոցառում, ասեմ, որտեղ հրավիրված կլինեն դրսի մասնագետներ, եվրոպացի մասնագետներ, առաջ չընկնենք, բայց առաջիկայում պլանավորում ենք այդպիսի հանդիպում, բացի եվրոպական ասոցիացիայի անդամ լինելուց, այս տարի արդեն հանդիսանում ենք, ավելի ճիշտ հուշագիր ունենք համագործակցության մեր հարևան երկրների հետ, մասնավորապես Վրաստանի եւ Պարսկաստանի, հույս ունեմ պատերազմական վիճակը հանդարտվելուն պես մենք պարսիկ գործընկերների հետ եւս շատ հետաքրքիր պլաններ ունենք եւ ի կատար կացենք։ Նաև երբ որ մենք այլ լոգոպեդների հետ զրուցում ենք, հիմնականում կակազությունը երեխաների մոտ, ասում են, որ շատ հաճախ հանդիպում է տղաների մոտ։ Իսկ այդ երբ որ արդեն մեծերի հետ եք աշխատում, ինչ եք նկատում, տղամարդկանց թե կանանց մոտ է այս խնդիրը ավելի շատ հանդիպում։ Տեսեք, ընդհանուր ստատիստիկան այո, ասում է, որ տղաների մոտ ավելի հաճախ է կակազությունը հանդիպում, բայց այդպես որ մեծահասակների մոտ ես մասնավորեցնեմ տղաների, թե նույն ստատիստիկան պահպանվում է, շարունակաբար գնում է, այսինքն այսպես թե այնպես տղաները թիրախային խմբում են գտնվում։ Մենք խոսեցինք կակազությունից, հիմա նաև մի փոքր մանրամասն խոսենք, թե ինչ է կլման ակտի խանգարումը եւ նաև ինչով է դա պայմանավորված, ինչու է առաջանում։ Տեսեք, կլման ակտի խանգարումը սնունդը կամ հեղուկը բերանից մինչև ստամոքս հասցնելու որևէ հատվածում առաջացած դժվարությունն է։ Մենք կարող ենք կլման ակտի խանգարում որպես արձանագրել բերանային փուլում կամ ըմպանային կամ կերակրափողային փուլում այս կամ այն դժվարությունը։ Տեսեք, տեսած կլինեք երեխաների մոտ մասնավորապես կամ
այս կամ այն հիվանդություն ունեցող անձանց մոտ, երբ սնունդը բերանում են պահում, այսինքն երբ ծամելու process-ը չի կատարվում կամ լիարժեքորեն չի կատարվում, կամ տեսած կլինեք հաստատ, երբ որ ասում են սնունդը թռնում է կատիկը, այդպիսի այսպես արտահայտություն կա ժողովրդական, դա իրենից ներկայացնում է կլման ակտի դժվարություն։ Այսինքն կարող է լինել, որ պատահաբար այդպես լինի, դա նորմալ է, բայց երբ որ հաճախակի բնույթ է կրում, նշանակում է այդտեղ մենք ունենք մկանների որոշակի թուլություն կամ ինչ-ինչ պատճառներով կարող է լինել մեխանիկական ինչ-որ վնասվածքի հետևանք կամ մեխանիկական խանգարող ինչ-որ երևույթ լինի, որ հնարավորություն չտա սննդի մինչև վերջ, մինչև ստամոքս հասնելուն եւ արդյունքում մենք ունենում ենք դժվարություն սնունդը ստամոքս հասցնելու։ Ավելի հաճախ օրոֆարինգեալ, այսպես ասած, կլման դժվարությունը կամ դիսֆագիան է հանդիպում, երբ խնդիրը բերանից մինչև կերակրափող, այսինքն բերան ըմպանային հատվածում է տեղի ունենում, դա ավելի հաճախ հիվանդությունների հետևանք է լինում, ինչպիսիք են կաթվածը, մի շարք նեյրոդեգեներատիվ հիվանդություններ, որի հետևանքով ուղեղի որոշակի, այսպես ասած, մաս տուժած է լինում, գանգուղեղային նյարդեր են տուժած լինում, կամ համապատասխան կենտրոնի աշխատանքն է տուժած լինում, որի արդյունքում մենք ունենում ենք դժվարություն սնունդը բերանից մինչև կերակրափող հասնելու, այսինքն առաջացնում է մկանների թուլություն կամ ընդհակառակը սպաստիկա, որի արդյունքում սնունդը հնարավոր չի անցկացնել մինչև կերակրափող։ Այ երբ որ խոսում ենք կակազության մասին, դա ինչ որ չափով հնարավոր է լինում բարելավել կամ ուղղել։ Այս խնդիրը լինում է բարելավել կամ ուղղել եւ ինչ որքանով է հնարավոր։ Այո, միանշանակ մենք եթե աշխատում ենք կլման դժվարությունների հետ, բնականաբար հեռանկարը այն է, որ բուժառուն պետք է չունենա այլևս կլման դժվարություն կամ հնարավորինս բարելավի կլման ակտի դժվարությունը։ Այո, լինում է լիարժեք ապաքինում, լինում է, որ մասնակիորեն է լավացում լինում, այդ դեպքում մենք սննդակարգը մոդիֆիկացնում ենք եւ ըստ բուժառուի կարիքի արդեն որոշակի մոդիֆիկացված սննդակարգ ենք առաջարկում։ Օրինակ, հարած սնունդ կամ մանր կտորներով սնունդ կամ սովորական ջրի փոխարեն կոմպոտի կոնսիստենցիայի ջուր կամ մի քիչ ավելի խիտ ջուր, որի արդյունքում մենք օգնում ենք, որպեսզի բուժառուն կարողանա իր կարևոր հմտությունը, որը կենսական նշանակություն ունի նաև, պահպանի։ Հաճախ լինում է, որ շատ բարդ դեպքեր են լինում եւ բերանային սնուցումը իսպառ հնարավոր չի լինում վերականգնել, այդ դեպքում մենք ալտերնատիվ սննդառության ենք անցնում, գոյություն ունեն ալտերնատիվ սննդառության տարբեր մեթոդներ, ավելի հաճախ կիրառելի է գաստրոստոմա կոչվածը, երբ որ սնունդը ներմուծվում է ուղիղ ստամոքս։ Այս երբ որ մեծահասակների հետ եք աշխատում, ինչ բարդություններ կան եւ նաեւ երբ որ երեխաների հետ են աշխատում լոգոպեդները, ինչ որ չափով նաեւ պահանջում է թիմային աշխատանք, նյարդաբանի, հոգեբանի հետ։ Այս դեպքում նույնպես պահանջվում է թիմային աշխատանք, նյարդաբանների եւ հոգեբանների հետ նույնպես աշխատում եք։ Այո, լոգոպեդիան առհասարակ լոգոպեդի գործունեությունը մենաշնորային չէ, այն ամբողջական թիմային աշխատանք է եւ խոսքի խնդիրների հաղթահարման ժամանակ եւ կլման դժվարությունների հաղթահարման ժամանակ մեծ թիմ է աշխատում, որտեղ ներգրաված են եւ լոգոպեդ, եւ հոգեբան, եւ բժիշկներ, տարբեր ոլորտի բժիշկներ կախված խնդրի ուղղվածությունից։ Եթե օրինակ նյարդաբանական ուղղվածության խնդիրներ են, բնականաբար նյարդաբան, եթե լոր ուղղվածության խնդիրներ են, բնականաբար քիթ կոկորտականջաբան եւ այդպես շարունակ։ Թիմային աշխատանքը արդյունավետ եւ հաջողված աշխատանքի գրավականն է։
Երբ խոսում ենք կակազության եւ կլման ակտի մասին, երբ որ խնդիրը որոշ չափով բարելավում է, որքանով է հավանական, որ վերականգնումից հետո կարող է խնդիրը նորից կրկնվել եւ արդյոք բուժումից հետո հետագա հետազոտությունների կարիք նույնպես լինում է։ Տեսեք, կակազությունը այն խնդիրն է, որը հնարավոր է հետագայում նորից վերադառնա։ Հնարավոր է, ոչ պարտադիր, բայց կլման ակտի դժվարությունների մասին մի քիչ այլ կերպ ես կխոսեմ, եթե օրինակ բուժառուն ունեցել է կաթված եւ խաթարվել է կլման process-ը, մենք վերականգնում ենք կլման process-ը ու Աստված մի արասցե, եթե նորից է կաթված ունենում կամ ինչ-ինչ պատճառներով ավելի է խորանում իր ուղեղում ընթացող օրգանական խնդիրները, բնականաբար կարող է վերադառնալ նաև կլման դժվարությունը։ Այսինքն որևէ մեկը ապահովագրված չէ, որ եթե ամբողջությամբ շտկվի կամ վերականգնվի խնդիրը, երբևէ չի առնչվելու նորից նույն խնդրին։ Իսկ որքանով է այս խնդիրը կանխարգելելի, հնարավոր է կանխարգելել։ Կանխարգելելը առհասարակ առողջ, եթե խոսում ենք կուլ տալու դժվարության մասին, ապա կանխարգելելը առհասարակ առողջ ապրելակերպի միջոցով այլ հիվանդություններ կանխարգելելու ճանապարհով կարող են կանխարգելել նաև կուլ տալու դժվարությունը, որովհետև կուլ տալու դժվարությունը որպես այդպիսին ինքնուրույն խնդիր հանդես չի գալի։ Այս կամ այն հիվանդության կամ խաթարված ֆունկցիայի հետևանքով է առաջ գալիս կլման դժվարությունը, եթե չենք խոսում ուղղակի սննդարական, հոգեբանական ինչ-որ խնդիրներից, որ լսած կլինեք, երբ որ երեխան բերանում է սնունդը պահում, չի ուզում ուտել եւ այլն, դա ուրիշ խնդիր է, սննդային վարքի խնդիր է, բայց կուլ տալու դժվարությունը որպես դիսֆագիան որպես այսպես ասած խնդիր հիմնականում այլ խնդիրների հետևանքով է առաջանում։ Երբ որ մենք խոսում ենք, որ կլման ակտի խանգարման ժամանակ հատուկ սննդակարգ է նշանակում, այդ սննդակարգը որքան ժամանակ պետք է մարդը պահպանի ամբողջ կյանքի ընթացքում։ Տեսեք, լինում է, որ ամբողջ կյանքի ընթացքում հնարավոր է բուժառուն սնվի այդ սննդակարգով։ Սննդակարգ ասելով եսի նկատի ունեմ որոշակի խտության, որոշակի այսպես ասած կոնսիստենցիայի սնունդը։ Օրինակ, բուժառուն չի կարողանում ջուրը ըմպել եւ հաճախ մենք երբ որ սովորական ջուրը չի կարողանում ըմպել, բայց կոմպոտի կոնսիստենցիան կարողանում է պահպանել, կարողանում է կուլ տալ, ապահով կուլ տալ։ Մենք հաճախ առաջարկում ենք ջուրը փոխարինել կոմպոտի կոնսիստենցիայի որևէ հեղուկով։ Նույն կերպ նաև սնունդը, եթե դժվարանում է օրինակ պինդ սնունդը կամ ջրալի սուպերը առաջացնում են կլման դժվարություն, հնարավոր է որոշակիորեն պնդացնելու միջոցով դա բերենք որոշակի կոնսիստենցիայի եւ ավելի հեշտ կարողանա կուլ տալ, որը կարող է ամբողջ կյանքի ընթացքում պահպանվել։ Այսօր շատ հետաքրքիր է, որ ամբողջ աշխարհում գոյություն ունեն դիսֆագիայի սրճարաններ նույնիսկ, որտեղ դիսֆագիա ունեցող մարդկանց համար հատուկ սննդակարգով պատրաստվող, այսինքն հատուկ խտացված սնունդ է մատուցվում, անգամ սուրճն են խտացնում, գարեջուրն են խտացնում, այսինքն համապատասխանեցնում են մարդու պահանջներին, որպեսզի մարդը շատ կարևոր այդ իր բերանով սնվելու ֆունկցիան չկորցնի։ Շնորհակալ եմ շատ Տիկին Բաբայան հետաքրքիր ինֆորմացիոն զրույցի համար։ Շնորհակալ եմ ձեզ։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր զրուցում էինք լոգոպեդների ասոցիացիայի նախագահ Անուշ Բաբայանի հետ։ Այսօր պատրաստել էինք այսքանը, ձեզ մաղթում եմ հաճելի օրվա շարունակություն եւ հանգստյան հաճելի օրեր։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք երկուշաբթի։